Դպրոցական տարիներից զբաղվում էի լուսանկարչությամբ ու հետո որոշեցի ավելի զարգացնել, դառնալ օպերատոր եւ ես սովորում էի լրիվ ուրիշ տեղ եւ մի լավ աղջիկ կար մեր հետ սովորող կողքի կուրսից Էլիզան ինձ ասաց, որ ինքը պատրաստվում է դառնալ ռեժիսոր եւ ես կլինեմ իր օպերատորը։ Ես մտածեցի, ոնց են դառնում ռեժիսոր ու որոշեցի փնտրել այդ տեղը, որտեղ որ դառնում են ռեժիսոր։ Ու տենց գտա այդ տեղը։ Ու փառք Աստծո ինձ բաժին ընկավ ամենալավ մասնագետները, կարծում եմ։ Խաչիկ Չալիկյանն ու Ալբերտ Յավուրյանը, ոնց ես պարտական եմ ես իմ ֆիլմերի համար։ Իմ առաջի ֆիլմը էքսպերիմենտալ ֆիլմ էր։ Կարծում եմ իդեան շատ յուրօրինակ իդեա էր, որը թելադրեց իմ ուսուցիչը Խաչիկ Չալիկյանը, կոչվում էր Գնացքի մեկնումը։ Մեր ամբողջ կուրսի ժողովրդին տրված էր այդ թեման ու յուրաքանչյուրս պետք է նկարեինք այդ թեմայով ֆիլմ։ Ես իսկապես նկարեցի ու թեման ռեժիսորի ճգնաժամն էր եւ այդ թեման համընկավ հայ ֆիլմի վախճանի հետ։ Նաեւ տեղի ունեցավ կինեմատոգրաֆի մեծ կորուստ, որովհետեւ կարծում եմ չենք կարող հիմիկվա ֆիլմերը համեմատել 70-ականների ֆիլմերի հետ։ Ինձ պետք է հենց ֆիլմը նայել ֆոտոյի ձևով, լուսանկարչության ձևով։ Չէ՞ որ այդ ավելորդ ու լրացուցիչ էֆեկտները իրանք աշխատում են ավելի քո զգայարանների վրա, քան թե ուղեղի։ Ռեժիսորը պետք է նաև իմանա նկարահանել, որտեվ ասենք Վին Վենդերսը, Ատոմ Էգոյանը ու շատ Կլոդ Լելուշը իրանք օպերատորությունից են սկսել։ Ճիշտ է, ասենք լավ ռեժիսորները, որոնց ես ճանաչում եմ ու ամենավերին շերտի մեջ են դասում իրենց, ասենք Բյունուել Ֆելինի կամ ասենք Բերգման, իրանք կապ չեն ունեցել օպերատիվ վարպետության հետ։ Իմ աշխատելավոճը նմանացնում եմ ավանգարդիստների, ու ես շատ եմ սիրում այդ ոճը, որտեղ հեղինակը ինքն է թելադրում օրենքները, այլ ոչ թե հետևում է ավանդական օրենքներին։ Ինձ դուր են գալիս այն ֆիլմերը, որոնք թամաշայի ֆիլմեր չեն, այլ մտքի, նոր մտքի փոխանցումներ են, այսինքն ինձ ավելի շատ սցենարական կողմն է հետաքրքրում եւ ռեժիսորական ոճը։ Մի թեման կարա 5 ռեժիսոր նկարի, բայց ինձ դուր կգա այն ռեժիսորի 5-րդ ֆիլմը, որը իր մոտեցումը լինի ոչ ռեալ։ Ոչ թե ես ուզում եմ տեսնել ոչ ռեալ պատմություն։ Ոչ, ինձ ավելի հետաքրքիր է շատ ռեալ պատմությունը ներկայացված իռեալ ձևով։ Մի ֆիլմ ունեմ շատ հին ու շատ չարչրկված դոկումենտալ ֆիլմ է եւ հիմա երևի արդեն 10 տարի անցավ։ Ուզում եմ դա վերանկարել Սարերում ապրող իմ ժողովրդի մասին։ Պիտի մենք նկարենք այնց ֆիլմեր, որ հանդիսատեսին տեղափոխեն մի ուրիշ աշխարհ, որը նման չի մնացած բոլոր աշխարհներին, որ մեզ ներկայացնում են ռեժիսորները։ Նոր սերունդը ավելի շատ կկարդա ինձ թվում է, քան թե մենք էինք։ Ավելի շատ կուսումնասիրի թեկուզ ինտերնետով, որտեղ ինֆորմացիան արդեն շատ է ինտերնետով, նամանավանդ եթե լեզու իմանան իրենք։ Գեղեցիկը դա կերպարի ճշմարտացի վերարտադրումն է։ Կապ չունի խաղարկային կինոյա թե դոկումենտալ։ Կերպարը քո ձեռքերում է, այդ դերասանը կերտում է մի կերպար, չէ՞։ Իսկ դոկումենտալ ֆիլմում այդ կերպարը հենց ինքը բնորդն է։ Եթե քո ապրուստի միջոցով ռեժիսուրան է, դու բարոյապես պատասխանատվություն չպետք է զգաս
որ դու նկարես կոմերցիոն ֆիլմ։ Ռեժիսուրան պետք չէ որ լինի բիզնես։ Ինքը պետքա լինի մտածող մարդու խոսելու միջոց, փոխանցելու մի նոր բան։ Կինոյի զարգացման համար պետք են լավ ուսուցիչներ, առաջի հերթին։ Երկրորդ հերթին, որը պակաս կարևոր չէ, լավ սցենարիստներ։ Եթե կինոն ունի իր յուրօրինակ ձեռագիրը ու կինոդպրոցներ կան, որ պիտի, եթե ես նայում եմ ուրեմն ձախ, պիտի այստեղ օդը թողնի, ոչ թե ստեղ, բայց կան վարպետներ, որոնք թելադրում են հենց իրանց օրենքները։ Ես սիրում եմ այդ տեսակ ֆիլմերը։ Դրամից ավելի կարևոր արժեք դա հոգևոր արժեքն է, որը կապ չունի ընդհանրապես դրամի հետ։ Կապ ունի պատվի հետ և բարոյական կոդերի հետ։ Ես ինչ պետք է փոխանցեմ իմ երեխային, սրա մասին եմ հիմա ես մտածում։